Արմեն Իսահակյան, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն, զբաղեցնում եմ մոտ 10 տարի այդ պաշտոնը բացված օրվանից բժշկական կենտրոնի։ Ես Արմեն Իսահակյանն եմ, հանդիսանում եմ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն 2012 թվականից եւ մինչեւ այս օրը աշխատում եմ Գյումրի բժշկական կենտրոնում։ Ես ուզում եմ ասեմ այդ ձեր հարցին, թե ոնց է ազդել ուրեմն պատերազմը մեր Գյումրի բժշկական կենտրոնի եւ ընդհանրապես ինձ թվում է, որ ճիշտ է ասել, որ ամբողջ հայ ազգի, քանի որ մեր էությունով հայերը ավելի ուրեմն խաղաղություն սիրող ազգ են, պարզ է, որ այդ պատերազմը, որը Ադրբեջանի կողմից պարտադրվեց մեզ, ունեցավ շատ վատ հետևանքներ սոցիալապես ծանր հետևանքներ, քանի որ մենք ունենք շատ անտամալույց, վիրավոր, ուրեմն տղաներ, ունենք կորցրած մի մեծ բանակ, որոնք ցավոք սրտի չկարողացան ստեղծել իրենց ընտանիքները, ունենք ընտանիքներ, որոնք կորցրել են զավակներ, ունենք ընտանիքներ, որոնք կորցրել են հայրեր, եւ այդ ամեն ինչը չի կարող ազդել բնականon եւ աշխատանքների եւ նաեւ մեր հնարավորությունների վրա եւ այդ ամեն ինչը մենք այս պահի դրությամբ զգում ենք եւ փորձում ենք վերադառնալ, նորից սկսել, նորից ուժեղանալ, որ դիմակայենք բոլոր հրավերներին, որոնք կա մեր տարածաշրջանում։ Մեր առողջապահությունը գիտեք, որ դա թիվ 1 զինվորն է, որը բանակում միշտ կանգնած է իր զինվորի կողքին, մեր վիրավորների կողքին, մեր բոլոր գործողությունների ժամանակ բժիշկները առաջնագծում են լինում եւ իհարկե մենք այս պահին անում ենք մեծ աշխատանք մեր առողջապահության նախարարության, մեր Շիրակի մարզի առողջապահության եւ մարզպետարանի հետ համատեղ կազմակերպելով հետ ուրեմն պատերազմյան իրավիճակների հնարավորինս առողջական շտկումներ, հնարավորինս օգնում ենք այդ ընտանիքներին եւ իհարկե կամաց ուզում ենք հզորացնել, ավելի լավացնել, ավելի մեծ հնարավորություններ կարողանանք ստեղծել եւ նաեւ ինչու՞ չէ մեր գործընկերների հետ, վառ օրինակ եւ ուրեմն Փարիզից ժամանած մեր գործընկերները, Խաչատրյան Լևոնը բարբերաբար պատերազմից հետո իր օգնությունով, իր ընկերներով, իր բժիշկներով, իր համախոհներով կարողացել է նաև եւ մեզ եւ տարբեր Հայաստանի տեղերում օգնել վերականգնել, նորից սկսել ու նաև առաջ գնալ, ավելի նոր որակ հայտնելով մեր առողջապահությանը։ Ես մի քիչ երկար ասի երևի։ Այ հարց են տալիս, թե Գյումրին հեռու է գտնվում եւ ինչ ուրեմն նախ ասեմ, ես ռազմական բժիշկ եմ եւ մեր նոր պատերազմներին հեռու մոտիկ չկա, ցանկացած ժամանակ հեռահար հրթիռներով հնարավոր է քանդել մեծ քաղաքներ եւ պարզ է, որ Գյումրին նաեւ ինքը հանդիսանում է մեր Գյումրի բժշկական կենտրոնը այն օբյեկտներից առողջապահական, որը կարող է յուրաքանչյուր րոպե դառնալ ուրեմն հոսպիտալ, հա, բժշկական եւ ծառայի մեր Հայաստանի Հանրապետության այն կարիքներին, որին հարկ կլինի։ Եվ իհարկե նաեւ մի բան ասեմ, որ այդ պատերազմի ժամանակ շատ բժիշկներ Գյումրի բժշկական կենտրոնից նաեւ մասնակից են եղել եւ գնացել են ավելի մոտ գտնվող հոսպիտալներում եւ առաջնագծում նաեւ ծառայել են ու օգնել են մեր վիրավորներին։ Այնպես որ մենք պատրաստ ենք այդ ամեն ինչին, բավականին լավ պատկերացում ունենք եւ լավ հագեցվում ենք այդ ամեն ինչին պատրաստ լինել յուրաքանչյուր րոպե մենք չենք պատրաստվում հանգիստ ոնց որ իրավիճակի, քանի որ տարածաշրջանը շատ այս պահի դրությամբ մենք զգում ենք, որ գտնվում է խարխուլ այդ վիճակում, գիտեք, ճանապարհներ կան փակ, գիտեք, ցանկություններ ունեն, մեծախորժակներ ունեն փոքր երկրի նկատմամբ եւ մենք պարզ է, որ պետք է պատրաստ լինենք։ Մինչեւ այսօր այո, երկրաշարժը ցավոք սրտի անցել է տևական ժամանակ եւ շատ բաներ վերանորոգվել է, վերակառուցվել է
համալրվել է, սակայն դուք տեսնում եք նորից քանդված շենքեր կան, նորից տնագներ կան եւ թիվ 1 խնդիրն է, որ կառավարությունը այսօր ուշադրություն է դարձնում Գյումրիին այդ հետևանքները վերացնելու, որի պատճառով տեսնում եք մեր թեկուզ նույն բժշկական կենտրոնի մոտ գտնվող այգին, որը նաեւ ոչ մաս է կազմում, նաեւ մաս է կազմում Շարլ Ազնավուր հիմնադրամը, որ կարողանում են վերանորոգում իրականացնել եւ այգին կառուցելու են եւ շատ այդպիսի ծրագրեր կան, որը ուղղված է աղետի կոդու ոնց որ վերջնական տնագներից ձերբազատվելու եւ բնակարանաշինությունը զարգացնելու Գյումրիում։ Ինձ թվում է, որ ակնհայտ է Գյումրիի զարգացումը վերջի տարիներին, մենք բավականին բարձր ունենք տուրիստական հոսք, մենք բավականին լուրջ փոփոխություն ունենք մակրության, քաղաքի, քաղաքաշինության մեջ եւ նաեւ որպես գյումրեցի շատ ենք դրան ուրախանում եւ ել ավելի օգնելու ենք, որ մեր քաղաքը զարգանա եւ իր դեմքով ճիշտ հանդիսանա որպես հին Լեննագանը, որպես հին մեր Գյումրին, նա կարողանա նորից իր դռները բացի ամբողջությամբ ու հյուրընկալի մեր բոլոր հայրենագիցներին եւ նաեւ հյուրերին այլ երկրներից։ Եթե հարցնեն ինչ է ինձ կզայրացնի այս ուրեմն պահին, երևի գիտեք ինչ, մենք ել եմ ասում, այն ազգն ենք, որը խաղաղություն է սիրում եւ չենք սիրում, որ հերոստացույցով տարբեր մեծ քանակական առումով, ոչ մեծ իրանց գաղափարներով, այլ քանակական առումով մեծ ինչ որ ժողովրդի մասաներ ունեցող երկրներ կարողանում են հայտարարություններ անել համ ռազմատենչ, համ առանց պատկերացումով, որ Հայաստանը հնավուրց ազգերից է, Հայաստանը ունի դարերի պատմություն, որոշ ազգեր ընդհանրապես երբ պատմություն չունեն եւ քանակական առումով քանակը չի որոշում որակը, որակական առումով ես հբարդ եմ, որ հայ եմ, աշխարհը ունի հայերի բազմաթիվ տարբեր երկրներում աշխատող հայեր եւ իհարկե զայրանում եմ, որ այդ հարցը տալիս են ու այդ հարցադրումով են մոտենում ու ուզում են վախացնեն, ուզում են ջնջեն Հայաստանը, դա չլնող տարբերակ է, ես ձեզ ասեմ, որ մենք պատրաստ ենք պայքարելու եւ 100% ես համոզված եմ, որ Հայաստանը ունենալու է շատ լավ ապագա, այս տարածաշրջանում ինքը լինելու է ամենալավ, կրթված, գիտելիքներով ու ամենամեծ ու պոտենցիալ ունեցող ազգերից մեկը։ Ու ընդհանուր այդ գաղափարում ես պատկերացնում եմ իրան ավելի հզոր տեղում։ Նախ ասեմ, որ ես շատ լավատես եմ, համոզված եմ ունենալով լուրջ ուրեմն ազգային պատկեր, արժեքներ, հայերը եւ Հայաստանը իր դերակատարություն ունենալու է ամբողջ աշխարհի, նաեւ մի մասնիկն է լինելու եւ իհարկե միայն տեսնում եմ զարգացումով խաղաղ, այդ խաղաղ զարգացումը կապահովենք մենք մեր գիտելիքներով, կունենանք առաջընթաց, այն տիպի առաջընթաց, ինչպիսին են այ որ բացման օրվանից ես օրինակ բերեմ, որ պատկերացնեք Գյումրի բժշկական կենտրոնը բացված օրվանից մինչև այսօր, եթե սկսել է 0 սրտի վիրահատությունով, այսօր անում է հազարած սրտի վիրահատություն։ Այ տեսեք այդ զարգացումն եմ պատկերացնում։ Եթե ինքը շատ հիվանդությունների համար Երևան են գնացել, մոտ 15000 հոգի մարդ այսօր Գյումրի տարածաշրջանի չեն գնում Երևան, այլ ստանում են իրենց բուժումը Գյումրիում։ Այդ հիվանդանոցի կարևորագույն գործոնն էր եւ այդ զարգացումն էր։ Եվ ես տեսնում եմ թե զարգացում մեր մասով, թե զարգացում ընդհանուր եւ Հայաստանի զարգացումն եմ տեսնում, որ նա այո պիտի զարգանա մեր ընդհանուր խաղաղ երկրների հետ, նաեւ մեր բարեկամ ուրեմն Ֆրանսիայի հետ եւ մեր բոլոր գործընկերների հետ նա կարողանա զարգացնել նաեւ ամբողջ աշխարհը եւ մարդկությանը առողջապահական ոլորտում մաքսիմալ երկարատև դարձնել մարդու կյանքը առողջ, որ գիտեք ինչ կարևոր է որ մարդը տարիքով երկար ապրի ու առողջ ապրի, ոչ թե հիվանդ ապրի երկար, այլ առողջ երկար ապրի եւ այդ որակը ստեղծելը ամենակարևորներից մեկն է, որ կարողանանք մենք ստեղծենք։ Ես իհարկե ուզում եմ, որ իմ երկիրս լինի խաղաղ որպես մարդ, որովհետև իմ երեխաներս ես ուզում եմ, որ ապրեն խաղաղ երկրում, ուզում եմ, որ
իրականում խաղաղություն լինի ոչ միայն Հայաստանի հետ կապված կամ այս տարածաշրջանում, այլ ամբողջ երկրում, որ կարողանան մարդիկ ապրել, ընտանիքներ կազմել եւ զարգանալ, այն ամեն ինչը ինչ ես ասեցի, կարողանանք իրականացնել։ Դրա համար առաջնահերթ պետք է որ լինի խաղաղություն։ Եվ ես որպես մարդ այդ եմ ակնկալում։